Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում հետախույզի օրագիրը հաղորդումն է։ Առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Վովա Վարդանովն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարի օր։ Բնականաբար աշխարհի ուշադրության կենտրոնը Իրան-Իսրայել հակամարտությունն է, եւ ես կուզեմ մեր հաղորդման շրջանակներում էլ դրան անդրադառնանք, հասկանանք ինչպես սկսվեց այս գործողությունները, ինչն է պայմանավորում Իսրայելի հաջողությունը, որովհետեւ ի սկզբանե կարողացան ոչնչացնել Իրանի ռազմական ղեկավարությունը, այսպես ասած գեներալիտետի մեծ մասը, ինչպես է դա ընդհանրապես հաջողվում Իսրայելին եւ ձեր գնահատական այս պայդրությամբ ինչպիսին է լարվածությունը, որ կողմն է գերակշռում եւ որ կողմն է գնում դեպի դեէսկալացիայի։ Նախ մենք պիտի հասկանանք, որ այն առիթը, որ ռազմական գործողությունների համար, ասենք, հանդիսացավ կամ թվացյալ այլ, ասենք, միջուկային զենքի նախապատրաստումը դա բացարձակ սուտ է։ Ես ոչ թե ասենք Տրամպի կամ Նետանյահուին ասում եմ, որ իրանք սխալ մարդիկ են, բան, ոչ, իրենք գիտեն ինչ են ասում։ Հիշենք, ասենք, Իրաք ներթափանցման ժամանակ այն սպիտակ բանը ատամի փոշին, որ ցույց էր տալի, կարծեմ Պաուելը, հա, թե Պաուելը, որ ասում էր, հա, սա քիմիական զենքի ապացույց Իրաքում։ Չկար այդպես բան։ Ուղղակի դա մահանա, որպեսզի քարեդարի մեջ մտնեն Իրաքը, դա հանդիսացել։ Հիմա մահանա եւ շատ հեշտ կարամ ապացուցեմ, ասենք, որ Իրանը զենք միջուկային չի սարքում։ Ինքը շատ գաղափարախոսային երկիր է։ Եվ իր գաղափարախոսությունը ուղղակի իսլամը չի, ինքը իսլամական հանրապետությունն է, չէ, ասենք։ Իր գաղափարախոսությունը կառուցված է Խոմեյնի ռահբարի, ասենք Այաթոլլա Խոմեյնիի ճառերի, խոսքերի, հայտարարությունների վրա։ Ինքը իրանց համար նույն բանն է, ոնց որ ասենք մարքսիստների համար Կարլ Մարքսը, մաոիստների համար Մաո Ձեդունի խոսքերը, սրբություն, կենթանի մարդ, որը որ Աստծուն հավասար էր, բայց ասենք ինչ-ինչ պատճառով կյանքից հեռացավ, կամ Լենինը սովետական միության համար։ Ցանկացած մարդուն, եթե ուզում էին գլխին մի բան սարքեին, Լենինի պատկերի վրա, որը իր տանը պարտադիր գտնվում էր կամ իր կաբինետում, մի թեթև խազ էին անում։ Ուրեմն Այաթոլլա Խոմեյնին հայտարարել է հարամ միջուկային զենք ընդհանրապես եւ միջուկային զենք ունեցողներին։ Հասկանում եք, հարամ դա նշանակում է մուսուլմանական բանի մեջ, ասենք խոզի մասին հավասար մի բան։ Կարճ ասած բացառվում է իրանք միջուկային զենքի վրա աշխատեն։ Ունեն գիտնականներ կամ հիմա էլ ունեն, որոնք կարան զարգացնեն, հա, ունեն։ Նույն բանն է, ոնց որ ցանկացած մարդ կարա ավտովրայերթով ինչ-որ մեկին սպանի։ Կարա հետագայում ինադու կամ ասենք այտենց ստացվավ։ Եկեք ամբողջ մարդկությունը, որը որ վարորդական իրավունք ունի եւ ավտոյա վարում, եկեք սաղին, ասենք 5 տարով բերդ նստեցնենք։ Տենց չէ՞ լի, այս մարդիկ չեն անում։ Ուրիշ բան, որ մագատեն, հենց դրա համար աշխատում էր Իրանի կառավարության հետ ու Իրանի կառավարությունը ոչ միտը չի թաքցրել իր, ասենք, բաները, այդ միջուկային կոմպոնենտները, որ դեպի զենքը գնում է, թե չի գնում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախույզներն են հայտարարել, որ չկա այդպես բան, չկա զենք։ Չի ուղղում այդ ճանապարհով ինքը։ Եթե նույնիսկ դա իրեն 3 տարի է պետք։ Եթե գնա։ Ինչի համար հիմա հարցակման, որովհետև այս պահին համընկավ ամեն ինչը շատ մոտիկ իրար եկավ կայնավ։ Հետախույզները, բանա հրեական հետախույզ դիվերսանտները երևի արդեն նախապատրաստել էին անօթաչու սարքերը, որոնք որ կիրառվեցին, ասենք, կոնտեյներներից զարմանալիորեն, ասենք, մեկին մեկ նման, ասենք, ձևով ոնց որ Ռուսաստանի բանում։ Պաստորեն մարդիկ կան չեն հասկանում, որ նույն կատարողը, եթե չի, նույն գծողն ու նույն, ասենք, նյութերը տվողն է Իսրայելում եւ բանում Ռուսաստանի օդանավականների վրա արձակվողները։ Կարճ ասած, այնտեղ Իսրայելի կամ իր ոնց որ ասած ավակ եղբայր Անգլիայի մատը խառն է։
Հիմա միջուկային զենքի ուղղության վրա հաստատ Իրանը չի եթում։ Ուրեմն դա առիթ է, ընդհանրապես առիթ չի, մահանայա, ասենց ասեմ, էլի, մահանայա, որպեսզի արձակվեն։ Համընկավ ուրեմն անօթաչուների պատրաստ լինելը, համընկավ ուրեմն ակտիվությունը Իրանի Հանրապետության ղեկավարության կապված զորախաղերի հետ, զորախաղերի վրա շարաններ եղավ եւ զորախաղերի պատրվակով գրեթե բոլոր ղեկավարությունը արձակուրդներով չի օգտվել։ Հետո Իսրայելը ասում է, որ ինչ որ մահանայով իրանց սաղին մի տեղ հավաքել, ես դրան այնքան էլ հակված չեմ, երևակայի, ասենք, հերթական զորախաղերի հետ կապված, ասենք, ռազմական խաղերի հետ կապված, կամ նշանային ունեցել, որ հեսա հարձակվելու է Իսրայելը եւ գլխավոր շտաբի պետը եւ մնացած, ասենք, զգալի կորուստները, որ գեներալիտետի մեջ ունեցել են, հավաքված են եղել միտեղ եւ հարվածի են ենթարկվել։ Կարճ ասած, սաղ իրար հետ ոնց որ ասած հարմար միջավայր ստեղծվեց հարձակման համար եւ դրա մասին Նետանյահուն էլ է հայտարարել։ Հրյաների առաջնորդը բացահայտ ասել է, որ հարմար պահ է ստեղծվել մեր նախորոք պլանավորված աշխատանքները իրար հետ, ասենք, անգամ իրար մոտիկացել, որ հարմար պահ է ստեղծվել, որ հարվածենք։ Հիմա արդեն հարվածել են, պատերազմը գնում է, վատ է մեր համար, միանշանակ վատ է։ Թվում է, թե սաղ աշխարհով մեկ բենզինի գները բարձրացել է, մեր մոտ այտենց եսի միշտ չի բարձրացել, հեղուկ գազը նույն 120 դրամն է եւ այլն, բայց մեր վրա էլ դա վաղ թե ուշ զգացվելու է, որովհետեւ Իրանը անմիջապես մեր հարևանն է, մեր կոմունիկացիաների որոշ հատվածը Իրանով է գնում։ Հիմա եթե որոշ ապրանքներ Իրանով եկել հասել են արդեն Հայաստան եւ մի ամիս հետո նոր կզգացվի այն ապրանքների պակասը, որը հիմա լրված է կամ ոչնչացված է Իրանում, դա չի նշանակում, որ չի զգացվելու, զգացվելու է մեր 100% զգացվելու է։ Բացի դրանից, որ ինքը մեր հարևանն է եւ շնչուղիներից մեկն է մեր, իսկ մենք երկու հատ շնչուղի ունենք, մեկը շատ բարակ, նեղ, ես նկատի ունեմ Վրաստանը, ինչի համար է ինքը բարակ, որովհետև թուրքական ազդեցությունը շատ մեծ է, որ այդ ազդեցության զոնաների արանքով բանով, sense մի հատ թելի հաստությամբ մի կերպ կարողանում ես շոր ուղղության վրա գնալ, ապա արևելքի հետ մեր բանը, ասենք, նկատի ունեմ Հնդկաստան, նկատի ունեմ Չինաստան, չգիտեմ, Ինդոնեզիա, Վիետնամ, այնտեղ շփումներ կան եւ կան, ասենք, լուրջ շփումներ, այդ թվում նաեւ պաշտպանական համակարգում բավականին Վրաստանի հետ համեմատ ավելի լայն շնչուղիներ Իրանը եւ այդ շնչուղու վրա հիմա հարձակումներ ա լինում։ Երբ որ ես որոշ, ասենք, հայ մեկնաբանների հանդիպելուց, ասենք, որ իրանք ունենց վատ չէին վերաբերվում այս ամեն ինչին, ես զարմանում եմ։ Լավ, Իրաքի օրինակը եկեք վեկալենք։ Իրաքի օրինակի ոչնչացումից իրա որ հարևանը օգտվեց եւ լավ եղավ։ Որ մեկը։ Ոչ ոք։ Ոչ ոք։ Քուվեյթի, ասենք, դեօկուպացիան եղել է միջև Իրաքի ոչնչացումը որպես երկիր, որ Իրաքի հարձակման ընթացքում, ասենք, իրանք Քուվեյթը գրավել էին 90 թվականի ձմռանը, դեկտեմբերին կարծեմ, եւ ասենք մի քանի ամիս հետո իրանց դուրս հրավիրեցին զինված կոալիցիայով, ասենք, Ամերիկայի գլխավորությամբ, բայց դրանից անցնում է 12 տարի հետո նորա ոչնչացվում Իրաքը եւ Իրաքի ոչնչացումից ինչ որ երկիր կողքից շահելա չի կարա շահի, սուտ է, ոչ ոք չի շահում, շահում են ինչ որ ուժեր, որոնց համար դեստաբիլիզացիան հարմար է, ասենք, ինչ որ տայֆուն է կամ եսիմ ինչ է Ամերիկայի բանում կամ պաժարներ են բան, ով անդե շահում պետական կառույցներից կամ ինստիտուցիաներից կամ ասենք մարդկանց բնակիչներից ոչ ոք չի շահում, շահում են միայն բանդիտները, ավազակները, որոնք մտնում են սուպերմարկետներ են, ասենք, բանանում, թալանում կամ մտնում են տներ են թալանում, նույն ձևով Իրաքից օգուտով դուրս է եկել ԻԳԻԼ-ը, Դաիշը այդ բանը հետագայում, ասենք, մյուս մանր, միջին եւ խոշոր, ասենք, խմբավորումներն էլ, էլի, ասենք,
կարճ ասած մենք չենք կարա օգտվենք Իրանի կործանումից։ Մենք կարանք միայն վնաս կարենք հաշվի առնելով, որ ինքը մեր ոնց որ ասեցի շնչողին է։ Հարվածների բանը Իրանը կներեք հարվածում է Իսրայելին, այո, լուրջ հարվածներ է հասցնում, այո, բայց այտենց կործանարար չէ, ոնց որ Իսրայելն է կարողանում, որովհետև Իսրայելը պատրաստվել է շատ ավելի լավ, աջակցություն ունի, ասենք, այսօր Թուրքիայից, թուրքական ինքնաթիռները, ասենք, խոցում են Իրաքի հյուսիսով անցնող հրթիռները, Իրանի եւ Իսրայելի ինքնաթիռներին ոչ մի ձևով չեն խանգարում։ Իրանց աջակցումը Հորդանանի վրայով անցնող հրթիռներին խոցել է անգամ, ասենք, Աբդուլլա Թագավորի դուստերը, որը օդաչու է, ուրեմն իրանց աջակցումը Անգլիան, իրանց աջակցումը Միացյալ Ամերիկայի Նահանգները։ Ֆրանսիան դեռևս կիրառելի, sense ոնց որ ասած աջակցություն չի ցուցաբերել, բայց իր աջակցությունը հայտնել է։ Իրանին ով է աջակցում։ Ոչ ոք։ Նույնիսկ այն երկրները, ով ամենաշատը կտուժեն Իրանից հետո։ Ես նկատի ունեմ, ասենք, ամենաշատ տուժողներից մեկը լինելու է Ռուսաստանը, ամենաշատ տուժողներից մեկը լինելու է Թուրքմենիան, Հայաստանն էլ, բայց Հայաստանը ի վիճակի չի ինչ-որ բան անի, ոչ թե թող իրանք աշխատեն, մենք ոչ, որովհետև մենք Իսրայելահպատակ Բաքվի ռեժիմ ունենք եւ Անգլիահպատակ Անկարայի ռեժիմ ունենք։ Երկուսն էլ այսօր պայքարում են Իրանի դեմ եւ ցանկացած մեր ռազմական գործողությունը աջակցությանը, ասենք, ուղղված առիթ կդառնա իրանց համար մեր վրա հարձակվելու։ Մենք հիմա ավելի շատ երկիր ամրոց կառուցելով պիտի զբաղվենք։ Եվ եթե հիմար չենք, պետք է հասարակության մեջ կոնսոլիդացիա լինի։ Առավոտի ծիրիգուն այսօրվա իշխանավորները պիտի զրույցների մեջ լինեն տարբեր օպոզիցիոն ուժերի հետ, այդ թվում ոչ քաղաքական, ոչ օպոզիցիոն, բոլորի հետ հիմա, ասենք, կամուրջներ է պետք հաստատել այն դեպքում, որ հարվածի տակ կընկնենք բոլորս։ То есть մենք մի նավի վրա ենք, կողքը այրվող ծով է եւ մենք պիտի հասկանանք մեր անելիքները, ենթադրենք դու պետք է ջուր բերես, ես պետք է կրակի մեջ կանգնած այդ ջուրը ընդունեմ կոնկրետ կրակի օջախների վրա շուրտամ։ Ոչ թե անկանոն լցնենք, ոնց որ բերեմ, ասենք, ոմայի վրա, էլի։ Ոմային թիրախավոր աջակցությունը, որ եղավ 20 թվականին եւ ոչ թիրախային ինչ որ ֆոնդերի մեջ փող լցնելը, որոնք աշխատեցին թե չաշխատեցին մեծ հարցականը, բայց անելիքներ չունեին պաշտպանական համակարգի հետ մարտերը կանգնելուց հետո։ Ի տարբերություն ոմային եւ ստացվում է, որ անկանոն ջուր լցրեցին կրակի վրա։ Դրա համար կրակը չկարողացանք նաեւ մարենք, որովհետեւ ժամանակին ջուրը մատակարարումը թույլ կտար, ասենք, կրակը մարել դեռ, ասենք, նոր ծագելուց։ Կարճ ասած, Թուրքմենիան մի ուրիշ ձև է տուժում, Տաջիկստանը մի ուրիշ ձև է տուժում, Ռուսաստանը կործանման եզրին է կայնում, ինքը այս կողմ արդեն կարելի ասել Հայաստանը կորցրել է։ Հայաստան, որը որ Բաքվի թուրքերին եւ վրացիներին, ոնց որ ասած, զգաստ վիճակում կպահեր հակառուսականության ճանապարհին։ Մենք անկախության ճանապարհին կանգնած լինելով մաքսիմալ աշխատում ենք հակառուսականությունը ստեղ չտարածվեր, բայց Ռուսաստանի ընտիր ճակերտավոր դաշնակից լինելը մեզ շատ կտրուկ շուռ տվեց, ասենք, թե ոչ հակառուսականության դաշտ, ապա կարելի ասել դեպի արևմուտք։ Ես ստացվում է, որ մենք այտենց մի բան չենք, էլի, չենք կարա մեջքից հարվածող լինենք թուրքական ուժերին, որոնք կգրոհեն ռուսական Կովկասյան պատը։ Մնում է, ասենք, Տաջիկստանը, որը մեզանից ոչ պակաս, ասենք, ռազմական օգնությունը եւ դաշնակից է կոչվում Ռուսաստանի համար, եւ Թուրքմենիան, որ ոչ են է կոչվում, ոչ են, բայց Իրանի բանը ստաբիլ վիճակը թույլ է տալի, որ ինքը այդ կարգի երկիր մնա եւ, ասենք, իսլամիստ ֆունդամենտալիստներով չլցվի,
իրար բողաս չկրծեն, չկոտորեն, տնտեսությունը շատ չի զարգանում, որովհետև ինքը ավելի շատ հումքային երկիր է, ավելի շատ չէ միայն հումք արտադրում, գազ, նավթ, բայց համենայն դեպս սով չի, համատարած աղքատություն չի եւ երկիրը թե ձևով, ասենք, մի կերպ առաջ է շարժվում։ Իսկ Իրանի փոխարեն իրենց հարևանությամբ եթե հայտնվեն տարբեր բոլորի դեմ կռվող խմբավորումներ, մեծ հարցական է Թուրքմենիայի վիճակը ինչ ալնելու եւ Տաջիկստանը։ Եվ Ռուսաստանը, ոնց որ ասեցի, կորցնելով Կովկասյան պատը, նաեւ կորցնում է Կասպից ծովը։ Կասպից ծովում հայտնվելու են Աստված գիտի ով, կարճ ասած ես զարմանում եմ, ինչով են մտածում։ Ես չեմ ասում իրանք զինված ուժերով գան, դրա մասին չի խոսքը, բայց աջակցություն այսօրով ռեալ հայտարարել է, աջակցում են ոնց որ մենակ Պակիստանը։ Էն էլ մենակ հայտարարել է, մի քիչ զարմացած եմ, որովհետև մի անգլիական պոչիկ էլ ինքն է։ Երևի ժամանակին մեջքին խփելու համար էլ դավաճանաբար։ Պակիստանից հեռու չի։ Իրա միջազգային վիճակից երևի այսքան է Իրանի։ Իսկ ինչ է կարծում, պարոն Վարդանով, այս պահի դրությամբ տնտեսական վտանգներ են մեր երկրին սպառնում առաջին հերթին, նայելով տարածաշրջանում իրավիճակին, բայց եթե ավելի խոր քննայենք, սա առիթ կտա արդյոք ակտիվանալու Զանգեզուրի միջանցքի հետ կապված, որովհետև վերջերս էլ Հիկմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Հայաստանը պիտի գործուն քայլեր ձեռնարկի Զանգեզուրի միջանցքի տրամադրման հետ կապված, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Իրանը, ով առաջին դեմն էր, որ այդ միջանցքը մենք տրամադրենք, հիմա զբաղված է այլ կարևոր հարցով։ Հա, նույնիսկ այս գրոհից առաջ Իրանի առաջի դեմքերից մեկը հայտարարեց, որ մենք պաշտպանեցինք մեր հարևանների սահմանների անխախտելիությունը եւ այլն։ Դա բացահայտ խոսում էր միայն ու միայն Սյունիքի անվտանգության մասին, որտեղ ուրիշ երկիրը տենց մի պաշտպանության կարիք չուներ։ Հա, լուրջ խնդիրներ կարան լինեն, լուրջ, որովհետեւ ասենք, թուրքերը այսօրով, ոնց որ ասած, հաղթող դեռ չհաղթած, բայց հաղթող Իսրայելի դաշնակիցն է, մեկը աջակիցը, դաշնակիցը, այն մյուսն էլ բացահայտ իր կազմակատարն է, կարելի է նույնիսկ դաշնակից չասել, այլ կրտսեր դաշնակից։ Կարան Զանգեզուրի վրա ոտնձգություններ անեն։ Կարա իրանց համար զսպաշապիկ լինի, ասենք Ամերիկայի կամքը, կարող է չմտնեն, բայց եթե իրանք չմտնեն էլ, բայց Իրանի հետ ցամաքային բախումներ լինի, ուրիշ տեղից Իսրայելը չի կարողանալու գրոհել բացի թուրքական, ասենք, տիրապետության տակ եղած հայկական օկուպացված հողերից։ Ես նկատի ունեմ Բաքվի հանրապետության տակ եղած հայկական հողերից եւ Անկարայի, ասենք, հանրապետության հայկական հողերից։ Մենակ այդտեղից կարան արձակվեն եւ նույնիսկ եթե Հայաստանի սահմաններին մի մետր չմոտենան, իրանք այդ գոտին ստեղծեն միավորող թուրքական գոտին ստեղծեն Իրանի հաշվին, նույն վիճակն է, ինչ տարբերություն քեզ չգիտեմ, մետաղի տրոսով են խեղդում, թե ասենք պարանով։ Հա, պարանով կարող է մի քիչ ավելի փափուկ լինի, արուն չթափվի, այնպես ցիվիլ տեսք ունենաս։ Տրոսով մետաղից կարող է մաշկը ճղվի մի երկու կաթիլ արուն երևա խեղդվելու բային։ Ոչ մի տարբերություն չկա։ Մեկը խեղդելու ձևերից մեկն է Հայաստանի Հանրապետությունը։ Անգլիացիների շահերից բխում է, մինչև հիմա չեմ կարող հասկանամ խի, բայց բխում է, որովհետև անգլիացին դեռևս 18 թվականից 1900 առեսօր տանում այն քաղաքականությունը, որ թուրքերը իրար միավորվեն։ Իսկ թուրքերի իրար միավորվելը դա հայերի մահն է։ Դες ինքը երևի անտարբերել է հայերի նկատմամբ, կան չկան ինչ տարբերություն, կարևորը ինքը ռուսի դեմ պայքարի։ Կարճ ասած, մի հատ ռուսերեն ասացված կա, լես ռուբյաց շեպկելից, ինքը ծառը կդրում է, դե հիմա թե մի քիչ էլ ասենք թեփ կթափի իր համար մեկ այլ։ Մեր անելիքներից եթե խոսանք,
կոնսոլիդացիա։ Մասշտաբպես, ասենք, հիմա պետք է անընդհատ օֆիսից օֆիս տարբեր կուսակցություններ, իշխանավոր, չիշխանավոր, պրոիշխանավոր, օպոզիցիոն, անտարբեր երրորդ ուժ, բոլորի հետ անընդհատ խոսակցություններ, բանակցություններ, եզրեր փնտրել, ով ինչ պիտի անի, ասենք, ոնց որ ասած, X ժամին։ Դա միանշանակ պետք է ամրացնենք շարունակական, ասենք, նույնիսկ դադարեցնենք որոշ գործողություններ, բայց ամրացնենք սահմանները, հատկապես, ասենք, Գեղարքունիքից մինչև Իրանի սահմանը, Նախիջևանի հատվածն էլ չմոռանալով իհարկե, դա մեր գլխավոր գործողություններն են, ու պիտի բան անես էլի, ղեկավարվես այն բանով, դու արա այն ինչ որ պետքն է, ինչ կլինի։ Իսկ որքանով եք դա տեսնում այսօր, երբ որ նայում եք ինչ է կատարվում քաղաքական դաշտում, ինչ է կատարվում այլ ոլորտներում, այսպես որքանով է մոտ ձեր ասածը իրականությանը, մեր իրականությանը։ Ցավոտ է, որ մենք ունենալով թշնամիներ, ատամ ենք ցույց տալի մեկս մյուսին։ Ցավ է ինձ պատճառում։ Նույնիսկ չգիտեմ, ասենք, ռեալա թե ռեալ չի, բայց ես գիտեմ, որ Բարոն Մյունխաուզեն, Տոտ Սամի Մյունխաուզեն մի հատ ֆիլմ կար, Մարկ Զախարովի նկարած, այնտեղ հոյակապ բառեր կա, երբ որ Մյունխաուզենը այդում է բան, դատարան, իր երկրորդ կինը Մագդան աղոթում է Քրիստոսին։ Ասում է Տեր Աստված, դու բան ես, ինքը օգնի մեզ էլի, որ այս ամեն ինչը լավ լինի, եթե նույնիսկ ինքը քո հետ վիճվում է, գիտես, ինքը մի քիչ բան է, ժիրը, աշխուժ է ու մեկ-մեկ քո հետ վիճվում է, բայց դու մեծ ես, դու մեծահոգի ես, ների իրան։ Ներողամիտ որ լինենք մեկս մյուսի նկատմամբ։ Թեկուզ մեծա բան, ոնց ասած, մեծ համահանելով էլի, մեզի Աստծո տեղ դնելով, այս կինոյի բանով եմ ասում։ Թեկուս այդ մեղքը գործելով ավելի լավ ասենք մեծահոգի լինես եւ ներես քո հարազատին, քան հետո քեզ չների քո թշնամին։ Այդ հաստատ ասենք ամենաճիշտ ճանապարհն է։ Զարմանք եմ ապրում, ափսոսանք, հաճախ քաղաքական դաշտում ինչ է կատարվում, ոնց են մարդկանց ներքաշում քաղաքական դաշտ, որոնք քաղաքականությունով երբեք չեն զբաղվել, ոնց են կարող են ուժերին քաշեն քաղաքական պայքարի մեջ, որոնք որ բան չեն արել, քաղաքական ոչ մի հավակնություններ չունեն, դրա վրա զարմանում եմ։ Այն դեպքում, որ այդ ուժերը մաքսիմալ պիտի օգտագործես իրենց նպատակին ծառայեցնելով։ Հիշենք բանը, Ալիևը ում դեմ է միշտ պայքարել։ Ալիևը մի քանի մեղադրական արել միշտ Հայաստանին։ Միշտ հայերին, ինքը ասել է, մենք պայքարում ենք հայության դեմ։ Հայություն ուղակի մենք որ հասկանում ենք, ինքը այդպես չի հասկանում, ինքը ասում է արմյանստվա ու թվարկում է, թե արմյանստվայի ձեռը ինչ գործիքներ կա, այդ թվում Եվրոպայում, Ամերիկայում լոբբի եւ այլն, մենք ամեն ինչ անում ենք, որ այդ հայկական լոբբին գոյություն չունենա, մենք ամեն ինչ անում ենք, որ այդ արմյանստվան չլինի, ինքը պայքարում է հայկական մոնոէթնիկության դեմ, մենք ամեն ինչ անում ենք, որ մենք մոնոէթնիկ չլինենք։ Հասկանում եք, պիտի խելքի գանք, էլի, Թուրքի ուզածը չանենք, Թուրքի ասածը չկրկնենք, Թուրքը մեր լավը չի ուզում։ Այն որ երեսփոխաններից մեկը լավը հայտարարեց, հիշում եք, Հայոյանք արեց, այ ինքը, իրականում այդ բառերը իրականացնող է մեր հետ։ Այս մարդը, որ ասեց, ինքը ասեց էլի հիմա անդաստիրակ, ասենք, հայտարարություն արեց պարլամենտից, շատ կոպիտ ինձ չի դզում, որ Հայաստանի, ասենք, պարլամենտում այդպես բառեր ասվում, բայց ինքը ընդհանրապես ասեց, իսկ թուրքը կգա ու կիրականացնի դա համ իր հետ, համ իմ հետ, եթե մենք խելքի չգանք։ Շնորհակալություն, պարոն Վարդանով, զրույցի համար։ Իսկ ես մեր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում հետախույզի օրագիր հաղորդումներ, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։ Տեսություն։